Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Սիրելի քույրեր եղբայրներ, Աստուծո Սուրբ Հոգին, որուն կալուստը վաղը մենք պիտի դոնախմբենք, մեր սրտի թուրը գտագե ամեն վարքյան, որբեսի վերադառնանք Աստուծո։ Մեղքը սիրելներ մեզ մահվան առաջնորդ է, իսկ Սուրբ Հոգին մեզի հավիտենական կյանքի։ Հիսուսը ասավ, Սուրբ Հոգին կա պիտի հիշեցնե ցեզի, ինչ որ ցեզի խոսեցա, եւ պիտի սորվեցնե ցեզի եւ ծեր մեջ պիտի մնա ու հավիտյան պիտի մնա։ Հետևաբար սիրելի քույրեր եղբայրներ, մենք որ գնկված ենք, մենք որ Սուրբ Հոգինը ստացած ենք, ինչպես Պողոս առաքյալ գսե, չնեղացնենք Սուրբ Հոգին, չմարենք Սուրբ Հոգին գրագը մեր մեջ, չդրտմեցնենք զայն։ Մեր հոգիները համար բահելով անոր խոսքին դիմաց, մեր ագանչները փակ բահելով անոր գանչին դիմաց, այլ Աստուծո դառնանք։ Աստուծո դառնանք։ Աստված կուզե սիրելներ մեզ բրգել, Աստված մեզ չստեղծեց որ գործընծնե, այլ Աստված ստեղծեց մեզ որ բրգե։ Հարցը սա է, մենք կուզենք բրգվել։ Արթնանք, սիրելի քույրեր եղբայրներ, արթնանք։ Մեղքեն հերանանք, փախչինք մեղքեն եւ Աստուծո մոտենանք։ Անցնող շաբաթներուն սկսած ցեզի ընթերցել Ղբդի ուղափար Եգիպտացի ուղափար եկեղեցվո, որ մեզի քույր եկեղեցի է մեր Հայաստանի ցարակելական Սուրբ եկեղեցվո, լուսամիտ Սուրբ հայրաբետներեն Բաբաշնուդայի քիրքը Թարցիր առաստված։ Այս քիրքը սիրելներ դասախոսություններու շարք է։ Ես անցնող երկու շաբաթներուն ցեզի ընթերցեցի առաջին մասեն, առաջին ուրեմն հոդվածը որ ցեզի ընթերցեցի, թե գբացադրեր Բաբաշնուդան, թե ինչպես մեղքը գրնա մարդս Աստուծմե բաժնել, եւ անցնող շաբթվա երկրորդ հոդվածը երբ կարդացի, մեզի ցույց կտար թե ինչպես մեղավոր մարդը ինքզինքը գեհերացնե սուրբերու հավաքույթեն եկեղեցիեն եւ այսօր այս գլխավոր առաջին մասը գամփոփե երրորդ հոդվածով մը եւ վերնակրած է Աստուծուց գդրված լինելու լուրջ հետևանքները եւ դարձիկալու հնարավորությունը։ Սիրելներ, լուրջի պետք է առնել։ Մեղքը մեզ իսկապես Աստուծմե գգդրե եւ ոչ միայն Աստուծմե գգդրե, այլ հավիտենական դանչանքի բաժար գտարնա, որովհետեւ մեղքին վարձքը մահ է։ Լսենք Բաբաշնուդան սիրելներ սկանչելի գոչ մգուղ է բոլոր մեղավորներուն, որ դիրոջ դառնան եւ մեղավորին բերնովալ աղոթք մը գկրե, որովհետեւ մեղավորներ այդ աղոթքը ընթերցելով կամ իրենց սրդենալ նույնանման աղոթք բարձրացնեն Աստուծո եւ իսկապես հավիտենական կյանքին արժանան։ Աստուծուց կդրված լինելու լուրջ հետևանքները եւ դարձիկալու հնարավորությունը։ Սիրելի ավադացյալ, գսե Բաբաշնուդան, թույլ մի դուր որ սատանան քեզ Աստուծուց կդրի եւ քայլ առ քայլ դիրոջից հեռացնի, մինչեւ այն աստիճան, որ նա քեզ ամբողջապես գդրի դիրոջ սիրուն միացնող բոլոր հոգեվոր գաբերից։ Արդ, ըշտաբիր, արակորեն արտնացիր, ինքդ արի եւ փրկությանդ մասի մտածիր։ Վստահ եղիր, որ Աստուծուց բաժանվելով դու ես որ գործնում ես, կգործնես քո սրդի մաքրությունը, քո ամուր գանքուն մնալը եւ հավիտենական կյանքդ։ Կգործնես ճշմարիտ կյանքը, որ Աստուծո հետ լինելու վայելքն է, նաեւ կգործնես ինքդ քեզ գործնելով սրբերի մդերմությունն ու երջանիկ հավիտենականությունը։ Իսկ փոխարենը այստեղ երկրի վրա ոչինչ չես ունենա, ինչպես որ ասում է Քրիստոսը։ Ինչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը գործանի։ Մատթեոս 16:26 համար։ Ինչ դու գշայես, եթե քեզ Աստուծուց, նրա հրեշտակներից ու սրբերից բաժանելով, մատնվես արդակին խավարին եւ հայտնվես գրագե լիջին մեջ, որում մասին խոսի հայտնությունով անուն 20-րդ գլխու 15-րդ համարի մեջ, բոլոր անոնց, որոնց անունները կյանքի քիրքի մեջ գրված չեն, դժբախտաբար ձձումփե գրագե լիջի մեջ պիտի նետվին։ Աստվածային ամպեգանելի վճիրին արժանանալու համար։
Բայց հիմա դեռ հնարավորություն ունիս Աստուծուն դառնալու։ Դժվար թե դու կարողանաս Աստուծուց շարունակաբար բաժանված մնալ այս ձևով։ Քո սրտում մի ըմբոստ ցայն կա, որը քեզ գանչում է Աստուծո հետ հաշտության։ Եվ Աստված ինքն է ցանկանում քո վերադարձը, որովհետև նրանից քո բաժանումը ոչ քո բաճած վիճակն է եւ ոչ էլ քո ստեղծման աստվածային նպատակը։ Իսկապես Աստված քեզ չստեղծեց, որովհետեւ դու Աստծո հետ բաժանված մնաս։ Անիկա բաճած չէ ոչ քո անձիդ եւ ոչ ալ Աստծո ծրագրին, աստվածային ծրագրին, նպատակին, որ ուզեց Տերը մեզ փրկել։ Ես վստահաբար զգում եմ, որ դու անպայման վերադառնալու ես։ Բաբաշնոդան այդ հավատք ունի, եւ ես ալ կհավատամ, որ սիրելի մեղավոր եղբայր, սիրելի մեղավոր քույր, եթե դու այսօր գլսես այս խոսքը, կհավատամ, որ դու վերադառնալու ես Աստծո, որովհետեւ Տերը քեզ սրտի թուրը գտագե, Սուրբ Հոգին սրտի թուրը գտագե, որ փանաս։ Դու խաղաղություն չես գտնի այս անանկիստ աշխարհում եւ հետեւաբար կվերադառնաս Աստծուն։ Թերևս մեծ չրհեղեղի ժամանակ աղավնու մասին օգտագործված այս գեղեցիկ արտահայտությունը ուր ասվում է, որ երբ աղավնին իր ոտքի համար դեղ չգտավ, նորից վերադարձավ դեպի դաբանը, կարող է քեզ վերաբերվել։ Կգարտանք Ծնոտոց գրքի 8-րդ գլխու 9-րդ համարի մեջ, որ Նոյը եւ աղավնին արձակեց, աղավնին իդ վերադարձավ դաբան, որովհետեւ ոտքը տնելու ուրիշ տեղ չկար։ Եվ Բաբաշնուդանը սկանչելի գերբով գսե, թերևս այս աղավնին պատկերը, քու պատկերը թե նաեւ, որ իդ վերադառնաս դաբան, Աստուծո դունը, Աստուծո։ Դաբանը փրկության նավն է, թեպի ուր քեզ գանչում է Աստված։ Եվ դա այնտեղն է, որտեղ դու ապահով կլինես այս աշխարհի փոթորիկներից։ Մի սպասիր, մինչև քեզ ինչ որ դժվարություն ուղարկվի, որը քեզ յետ կբերի, այլ ինքդ Աստուծո փառության կամ հավիտենական արքայության հանդեպ սիրուց թրթված վերադարձիր։ Աստուծո հանդեպ ունեցած սերդ, արքայության հանդեպ ունեցած սերդ քեզ թող վերադարձնե եւ մի սպասեր, որ գսե Բաբաշնուդան, որ քու կյանքիդ մեջ ճշմարտություններ բադային, հարվածներ կան, վերջը խելքի կաս եւ Աստուծո դառնաս։ Ես գիտակցում եմ, որ մեղքը քեզ առանցնացրել է ամեն բարի բանից եւ քեզ փոխարենը ոչինչ չի տվել։ Դու գործել ես Աստուծուն ոչինչի դիմաց։ Ավասիկ Պողոս Արաքյալն աշխարհի բոլոր ցանկություններ անարժեք կոչեց եւ հանուն Տիրոջ ասած ամեն ինչից զրկվեցի եւ այդ բոլորը աղբ եմ համարում, որբեսի շահեմ Քրիստոսին եւ գտնվեմ նրա մեջ։ Մինչ այդ ասելով եւ ամեն բան արտարե վնաս եմ համարում մեր Տեր Հիսուս Քրիստոսի կերազանց գիտության համար։ Փիլիպպեցիներու նամակի 3-րդ գլխու 8 եւ 9 համարներու մեջ ասած է Պողոս Արաքյալ այս խոսքերը։ Ուրեմն քո արաբելակույն չանկերը կործատրիր այս բաժանմանը վերջ դնելու համար։ Քո եւ Աստուծո միջև բաժանմանը վերջ դնելու համար ամեն չանք թափե։ Իսկ եթե չես կարողանում, այնժամ աղաղագիր առ Աստված ասելով. Ով Տեր, ես այլևս չեմ կարող դանել քեզանից մի բահ ավել բաժանված լինելը, նույնիսկ մեկ վարյան։ Դու ես կյանքի ինձ համար, Քրիստոսն է կյանքի ինձ համար։ Եթե բաժանվեմ քեզանից, ապա կգործեմ ու նպատակ չեմ ունենա։ Իմ կյանքը ոչ մի իմաստ չի ունենա։ Ես կլինեմ ինչպես մեռած կամ գոյություն չունեցող մեկը։ Իմ իրական գոյությունը քո մեջ է։ Ես չեմ կարող դանել քեզանից զատված լինելը, բայց եթե ես որոշ ժամանակով բաժանված լինեմ քեզանից, միանգամայն վստահ եղիր, որ դա միայն ժամանակավոր է, ինչ որ անբնական մի բան, որը ես չեմ ուզում։ Ուստի ամեն կերպ ինձ դեպի քեզ դարձրու, վերագանքնիր իմ հոգին, քանի որ առանց քեզ ես չեմ կարող ապրել։ Քո մեջ եմ ես ապրում, շարժվում եւ քո մեջ է իմ գոյությունը։ Եթե քեզանից բաժանվեմ, ես գդրված կլինեմ զորությունից ու շնորհից եւ ոչնչություն կդառնամ։ Ես հողին կվերադառնամ, ինչպես որ էի, կամ մինչև անգամ հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։ Ուրեմն սիրելի Տեր, մի թող որ ես քեզանից բաժանված լինեմ, հանուն քո անվան ինձ յետ վերադարձրու եւ առաջնորդիր ինձ արդարության ճանապարհներով։ Փառք քեզի, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Սիրելիներ, Տերը մեզ կգանչե։ Տերը մեզ կգանչե, ինչպես Հիսուս ասավ,
հայտնություն Հովանու գրքի 3-րդ գլխու 20-րդ համարի մեջ, որ ահա գանկրած եմ թուրին դիմաց եւ գթագեմ, ով որ փանա ներս պիտի մտնեմ։ Ահա Սուրբ Հոգին սիրելներ ինք գտագե ավելի զորեղ, որբեսի մենք արթնանք մեր թմփիրեն, մեր քունեն, մեղքի քունեն, որովհետև մեղքը սիրելներ մորֆինի նման է, օփիումի նման է, գթմրեցնե մարդս։ Դերը գուզե արթնցնել մեզ, որքան մեղքի մեջ մնանք սիրելներ, այնքան պիտի թմբրինք, այնքան պիտի գործվենք, որը մեղքին վարձքը, մեղքին վերջը գործանում է, բայց դերը գարթնցնե մեզ, որ մենք այդ օփիումեն դուրս գանք, այդ մեղքի թմրութենեն դուրս գանք եւ դիրոջ դառնանք, որբեսի դերը մեզ բրգե։ Ուստի ագանջ տանք Սուրբ Հոգին եւ դիրոջ դառնանք։ Աստված ձեզ արադավես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավեր ձեր բոլորին։